Իսկ ոնց որոշեցիք հենց զոնտիկը նկարել։ Ես այդպես դուր չկա, որ գնացած չլինի, ծեծած չլինի եւ խնդրած չլինեի, որ ինձ օգնեին։ Ամեն բնեն բերանները որ վերջում կծենարա։ Ինչ կյանքով էինք ապրում, որ այս նայելուց ինքը իրան հարց չի տալիս, ինչ եմ ես նայում։ Նույնիսկ այսօր այդ բանը չկա, ինչն է զարմացնում։ Այսօր արդեն երևի հարց կա, ինչը չի հոգնածնում։ Հաջողությունը ավելի մեծ փորձանք կարա բերի։ Զոնտիկի պրեմիերայով չես պատկերացնի ինչ դատարկ էի։ Ռազմիկ Ամյանի ֆիլմը այդ քո որոշումն ա եղել։ Շաքախվեցի, որ այս պատմությունը պատմեմ։ Կարաս շակերտները բացես հաջորդ երազանքիդ ֆիլմը որն է։ Չէ, ես սիրում ռիսկային բաներ, արի բացենք շաքերտներին։ Շատ դժվար է տրվում մեզ ոչ մի բան չանել։ Նախ ես շատ մենակ մարդ եմ։ Դրա համար ես դու կարևորում այդքան քո թիմը։ Անսպասելի հարց էր, պիտի մտածեի։ Երբեք չեն հարցրել։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը եւ այսօրվա իմ հյուրն է Գոշ Հակոբյանը։ Ողջույն Գոշ ջան։ Ոնց ես։ Շատ լավ, դուք ոնց եք։ Հրաշալի։ Գոշ ջան, քո մասին այնքան շատ բան կա խոսելու, խոսքը մասնագիտականի մասին է միայն։ Եվ այսօր որոշել եմ սկսել ամենահետաքրքիրից ու ավարտել ամենահետաքրքիրով։ Կարակ մեջտեղը բաց թողնեք։ Սկզբում ուզում եմ իմանալ դու ինչ ֆիլմեր ես դիտում, որ տենց ֆիլմեր ես նկարում։ Օրինակ, շատ մարդիկ ոգեշնչվում են, չէ՞, ինչ-որ կինոներից, ինչ-որ ռեժիսորներից, դու որպես ռեժիսոր ինչ ֆիլմեր ես նախընտրում։ Անսպասելի հարց էր, պիտի մտածեի, նախորդ որ ասել։ Երբեք չեն հարցրել։ Երևի չէ։ Բայց շատ լավ հարց է։ Շատ ֆիլմ կար մի քանի անգամ ես նայել։ Հա, բոլոր ֆիլմերը, որ նայում եմ, Հա։ որ հավանում եմ, Մի քանի անգամ ու ասեմ, որ երբ որ ֆիլմը հասկանում եմ, որ դուրս չի գալի, չեմ կարողանում ստոպանեմ գնամ, ստիպված պիտի միջև վերջ նայեմ։ Հա։ Իմ ADHD-ն ինձ թույլ չի տալիս, որ ես Կիսատ թողես։ պիտի իմանամ ինչ եղավ, բայց որ ասեմ այդպես կլասիկ հարցի պատասխան է հիմա լինելու, ես նայում եմ այսպիսի ֆիլմեր, դրա համար նկարում եմ, դա այդպես չի, շատ տարօրինակ կրիպի կինոներ եմ եւս նայում։ Նախ ես շատ ոգևորվում եմ կլասիկաներից, 80-ականների, 70-ականների ամերիկյան գործերից, այդ մեջտեղը բաց ենք թողում, վերագալիս ենք Netflix եւ Amazon Prime-եր, որ այսօր թելադրում են որոշակի տեխնիկական գոնե մինիմալներ, որ պիտի հետևենք, ու ամենանորմալ հասարակ մարդկանց պես դեսից դենից Նոլան ես սիրում։ Հաստատ սիրում Նոլան շատ եմ սիրում։ Կվենտինին եմ շատ սիրում։ Հա։ Բոլոր ֆիլմերը մի քանի անգամ նայել եմ Տարանտինոյի։ Բայց էլի կրկին, նես չի որ այդ ֆիլմերը նայում եմ, դրա համար այսինքն կոռելացիա չկա։ Հա։ Ես ուղղակի սիրում եմ իրանց։ Իդեպ մի շատ հին հարցազրույց կար Արամայիսից Հայրապետյան ու ինքը ասում էր, որ դա վնասում է, որ երբ որ դու կինո ես նայում, սկսում ես կոպի անել այդ կինոների գաղափարները, դու պիտի նայես որպես մասնագետ, բայց դա չպիտի քո վրա այնքան ազդի, որ դու դառնաս իրանց կրկնօրինակը։ Համաձայն ես այդ մտքի հետ։ Ես Արամայիսին շատ սիրում եւ հարգում եմ։ Կդժվարն եմ հիմա փորձեմ հակասեմ իր ասացին, բայց կարծում եմ, որ մանավանդ այսօրվա աշխարհում չկա մի օրենք, որ բոլորի վրա ազդում է, էլի։ Յուրահատուկ են բոլորը։ Ինչքան մարդ կա, այդքան կարծում եմ կարծիք կա, ինչքան ռեժիսոր կա, այդքան ճաշակ կա եւ այլն եւ այլն։ Չեմ կարծում, որ մի օրինաչափություն կա կամ մի օրինագիծ կա, որ սենց դնես միանգամից բոլորի վրա աշխատի, անցխալ այսօրվա աշխարհում մանավանդ էլի այսօր իմ կարծիքով շատ փոփոխական է ամեն օրվա մակարդակով։ Շատ դժվար է էլի ասել, գիտեք ինչ կա, սենց պիտի լինի, եթե սենց է դա սխալ է։ Այսօր հակառակը սխալ ռոմանտիզացնելու ինչ որ մի տեղ չէ, անթերի չլինելը օքեյ է, ռոպագանդայի եւ ինչ որ Հանդիսատեսնելը հոգնում այդ կանոններով նայել ու ինչ որ մի շրջանակ գալի որ սկսում ես ջարդել այդ կանոնները։ Միանշանակ, օրինակ 20-25 տարի առաջ ինձ թվում է զարմացնում էին նրանք, ովքեր որ այդպես ասած out of the box solution-ներ էին տալիս, այսօր out of the box-ը այլևս կարծում եմ նույնիսկ ստանդարտիզացված է, ինչ որտեղ դա էլ արդեն չի զարմացնում, էլի։ Նույնիսկ այսօր այդ բանը չկա, ինչն է զարմացնում։ Այսօր արդեն երևի հարց կա ինչը չի հոգնածնում։ Մենք այսօր էս ինֆոպոլիայի մեջ, չէ, էս ինֆորմացիոն աղմուկի, որի մեջ ապրում ենք, հա, էս YouTube-ի գովազդերն էլ մի կողմից։ Դա մեմ կար, չէ, իմ վերջին նյարդային բջիջը։
ու YouTube-ի երկրորդ նոսկի բոլեդը որ գալիս է, ահա որ է դա էլի։ Հենց շատ են մտքեր գալիս, որ պետքա կտրվել էլի այդ ամեն ինչից։ Բայց մյուս կողմից էլ դա մեր ոնց որ բանն է, էլի թվային սնունդն է, դիջիտալ բանում ենք մենք հիմա ապրում, հիմա էլ մեզ նայում են հենց հիմա թվային հարթակով, ու երկու հատ գովազդ են նայել ու մի հանրի ընթացքում էլ կդնենք հաստատ։ YouTube-ը չգիտենք երբ հա ձեզ համար անակնկալ պատրաստել։ Կստացի ես նկատել եմ, որ քո ֆիլմերում չնայած նրա որ հայկական մեծ մասամբ հայկական ֆիլմերում ինտեգրացիաները դա այտենց product-ը բերել մցնել աչքն է, քո ֆիլմերով այդպես չի եւ չեմ հիշում որտեղից լսեցի, որ ասին որ քո համար դա սկզբունքային է։ Հա։ Ինչու։ Դե ինքներդ ասացիք էլի, այդ ինչ են անում։ Այդ օքեյ չի, կարծում եմ։ Ի սկզբանե օքեյ չէ եղել նախ, հա։ Հետո շատ անգամ փորձում են արդարացնել դա որպես դե ախր եթե դա սա չլինի ոնց պիտի արտադրենք, չէ՞, մի արտադրեք։ Հա, տենց։ Հա, Ավելի լավ չլինի, քան տենց լինի։ միանշանակ։ Ոչ ինչի մասին է դա։ Ես ինքս տարիներ առաջ անմիջապես կամերայի առջև մասնիկ եմ եղել տենց բաների էլ, այսինքն ես գոնե այդ առումով իրավունք ունեմ խոսելու էլի, չեմ եկել ինչ-որ նոր մարդ եմ, որ ասում եմ դրա համար միանշանակ պետք է դա կոնկրետ լինի։ Հետո գոնե իմ ու իմ նման մարդկանց օրինակով կարելի է համոզվել, որ դա հնարավոր է։ Այսինքն ինչ-որ ժամանակ կրո ասում են դա անհնար է։ Ոնց որ հայկական սերիալը, լավ նկարել հայկական սերիալ ասում էին անհնար է, հետո դու անիմաստ է, մի հատ էլ ավելացնում անիմաստ է, որովհետև մարդիկ դա են ուզում բան ինչ-որ էսպիսի անհեթեթություններ։ Հիմա փառք Աստծո, որ կան երազող մարդիկ, ովքեր որ sense ավելի շատ storytelling-ի, product-ի մնայուն լինելու, ել չեմ ասում նաև ասելիքների փոփոխության որոշակի ֆակտոր իր մեջ լինի, այսինքն вообще ասում են product-ը լավն է այնքանով, ինչքանով որ բարձր է իր կոэֆիցիենտը փոփոխության։ Իսկ ինչ որ բան փոփոխելու, եթե ինչ որ բան չի փոփոխում, ապա ինչի համար են ի սկզբանե ուրեմն ինչ որ անձնական սուբյեկտիվ շահերի համար էր էլի դա, որը որ հերոստատիտողը երբեք չի ընկալում, չի հասկանում, հակառակը մի բան էլ մեջ իմաստը փնտրում, շատ ավելի վատ։ Այդպես դառնում եք նորից հետ են գալիս այդ ինֆորմացիոն աղմուկին։ Այդ իդեպ են որ մտածում են, որ եթե այտենց էկրանի sense առաջի պլանում ճպցնում են այդ գովազդը ու քո աչքը որսում ու գիտակցության այդ մեջ ֆիքսում է, այդ տենց էլ օրինակ ես հիմա հիշում եմ լավ Զոնտիկի բան պոստերին ովքեր էին հովանավոր, բայց հիմա որ փորձում եմ հիշել, ասենք դրանից առաջ մի հատ կինո ինքելի գնացել եմ, պրոստը անունը չտամ ոչ մեկի չնեղացնելու համար, ֆիլմի այն ամենասկզբում միանգամից ինչ-որ պարզ երևում է ու մի քանի վայրկյան sense պաուզա է մնում, որ ակնհայտ ջոգում ես, որ քեզ ուզում են այդ ծախեն, էլի այդ ու գիտակցությունը, քանի որ դա շատ է տեսել սերիալներից բռնած տարբեր տեղերում, սկսում ես skip անել, այսինքն գիտակցությունը չի ֆիքսում դա, որովհետև դա արդեն սովորական է, երբ որ հակառակի պես ֆիլմի մեջ ոչինչ չես տեսնում, սկսում ես փնտրել, ասել ես, բա որտեղ էր, ով էր էսի հովանավորել, որ սա ցույց տվեցին մեզ։ Ու սկսում ես գտնել ինչ-որ տեղերում ու ավելի լավ է տպավորում, ինձ թվում է այդ տրենդը սկսվում է արդեն։ Ու իդեպ ոնց եկաք դրան, որ այդ ստանդարտից պիտի դուրս գաք, ինչ-որ ըմբոստություններ, թե պրոստը քո ոչնա որ դու ուրիշ ձև չես կարողանում անես։ Դա դեռ սկսվել է դեռ հեռավոր հոթել Գրանդի փուլում։ Այդ քո առաջի պրոյեկտն է եղել։ Դա իմ առաջին հանրային հեռուստատեսային երարցակման, որտեղ որ ես դեբյուտ եմ արել որպես ռեժիսոր, այսպեսի մի քանի սեթինգներ կան կարևոր։ Առաջին պրոյեկտը ես արել եմ YouTube-ի համար, երբ որ որոշեցի որ այլևս չեմ խաղալու, չեմ երգելու, սա չեմ անելու, նա չեմ անելու, հա, այդ առաջին տրանսֆորմացիայի դա YouTube-ում արել, բայց առաջին հանրային այսպեսի որ դնում եմ դատի ու գրված է հեռուստատեսությունով ռեժիսոր Գոշ Հակոբյան, դա հոթել Գրանդն էր, որտեղ որ ես օրինակ ներքին կոնֆլիկտ է ունենում, ուրեմն սպոնսորների գեր ինքնավստահության մեջ, որ իրանք վստահ են, որ նախ իրանք են թելադրողը, թե ոնց պիտի լինի։ Ավտոմատ փոխվում էր արդեն մեր խոսակցության այդ հարթությունները փոխվում են, ինքը դառնում էր թելադրող, ես կատարող, բայց ի սկզբանե այդպիսի բանորություն չկար, այսինքն կար ֆիլմ, որտեղ որ կարիք կա որոշակի, հա, բյուջեի
հավելյալ, որտեղ որ կարող ենք այսպես համեստ 10 շրջում էր դառնել լրիվ ուրիշ մի բան, ու հասկանում որ ես չէի դրա հեղինակը ու իմ թիմը չէ դրա հեղինակը, դա արդեն տարիներով ամրապնդված, այսպեսի հա կարծրացած մոդել էր, որտեղ որ այդ մարդիկ էլ մեղ չունեին, հա, սպոնսորները իրանց արդեն այտենց էին սովորացրել, որ դա նորմալ է։ Ես էլ որպես պատքանդող, իսկ դա ինձ շատ դուր է գալիս, հասկացա, որ դե այստեղ երկու ճանապարհ կա։ Կամ պիտի հարմարվես եւ անգլերեն ասած bend over լնես եւ բան, բայց երկրորդ տարբերակներ բնականաբար դժվար ճանապարհը, ինչը չի ավարտվել առ այսօր, փորձել անել սեփական ուժերով, փորձել գտնել այնպիսի գործընկերների, դա երկկողմանի process է, էլի չես կարա մենակով, ովքեր որ նաեւ հավատացած են, որ լավ գովազդը չի նշանակում շատ, ինտեգրացիան չի նշանակում մեծ, հա, հետո այդ ինչ լսարանի համար ենք անում, որ պիտի կոպիտ ասած բան անենք, էլի, այդպես ձեր ասած ցույց տանք, նայեք, հա, օքեյ չի, էլի։ Կուտես։ Կուտես։ Այո։ Այդպես, այսինքն գուցե ես նաև չեմ ոչ մի պարագայում չեմ փորձում, էլի իմ գոլեգաներին եւ մնացած բոլոր մեր ոլորտի մարդկանց ասել, որ դուք սխալ եք, ճիշտ ու սխալ չկա, սա կա մոտեցման էլի տարբերություն, գուցե իրանց լսարանը Դա է, օքեյ, օքեյ է։ Ձեր ասած նայեք մոտիկ, չեք տեսել մի հատ նայեք, ահա, հաստատ մի հատ էլ նայեք, հաստատ չեք տեսել այս product-ը, չգիտեմ ինչա դա։ Համենայնդեպս իմ product-ները այդ մեդիա ընտանիքին չեն պատկանում եւ չեն պատկանելու երբեք։ Երբևէ մտածել եք իրականում գիտական տեսանկյունից հնարավոր է արդյոք տեղափոխվել անցյալ կամ ապագա։ Այս հարցի պատասխանն ունեն միայն ֆիզիկոսները։ Հուլիսի 18-ին ժամը 18:00-ին այստեղ մեր բոլորի կողմից սիրված Բաքում հավաքվում ենք Homodeus People-ի երկրորդ թողարկման շրջանակներում, որտեղ կհանդիպենք Հայկ Սարգսյանի հետ։ Հայկ Սարգսյանը մեզ կպատմի, թե հնարավոր է արդյոք ստեղծել ժամանակի մեքենա ու տեղափոխվել անցյալ կամ ապագա։ Մասնակցության համար անցեք հետևյալ QR կոդով, գրանցվեք եւ ձեզ հետ կկապվենք ու կօգնենք կատարել ձեր ամրագրումը։ Տեղերը սահմանափակ են, ընդամենը ինչքան տեղեր 30 տեղ ընդամենը, շտապեք։ Դժվար է տենց հովանավորների հետ աշխատելը։ Այդ դժվարացնում է երևի աշխատանքը, որովհետև մեծ մասամբ սովոր են, երբ իրանց լսում են, իրանց տակ ճկվում են, հա, ոնց որ ասում են։ Այդպիսիների հետ աշխատել դժվար է։ Այդպիսիների հետ չէ, ընդհանուր ինդուստրիայի հետ, որովհետև այդպիսիք շատ են ու այնպիսիք, որոնք քո հետ համաձայն են ու քո մտքին ավելի կողմնակից ավելի քիչ են։ Ընդհանրապես ոլորտն է դժվար։ Ընդհանրապես այս կոմունիկացիաներն են դժվար, ընդհանրապես ճիշտ ոնց որ աշխատանքային մոդել ստեղծելը, դա պահելը, ամրապնդելն է դժվար։ Էլ չեմ ասում, որ տարբերություն կա նախկինային սանդղակի, ամենակարևորը մոռացել ենք ասենք, էլի։ Այսպես ասած, էժանը հեշտ ես գտնում միշտ։ Իսկ ես երբեք չեմ փորձել կոպիտ ասած քանակի վրա, հա, ինձ պետք է ասենք 10 հատ, չեմ ուզում բաժանեմ 5 հատ 2-ի, ինձ պետք է 10, ուրեմն, եթե չի գտնվելու ինքը, ուրեմն այդպես է ճիշտը։ Հետո ստեղ նաև երկրորդ իրականություն կա, սպոնսորները եւ գովազդատուները եւ մնացած այդպիսի մարդիկ շատ օքեյ է, նաև որ իրանց անձնական շահն են փնտրում։ Այն օրը հետաքրքիր խոսակցություն էր մի տղայի հետ, այտենց ընկերներով նստած էինք, ինքը խոսում էր, որ սպոնսոր է ման գալի, ինչ-որ հաղորդում է ուզում անի։ Սպոնսոր է ման գալիս, ասում է, ու լսում է էլի ականջի ձերով, ասում է, ախր բոլորին բացատրում եմ, որ այս հաղորդման իմաստը, որ ես շատ եմ սիրում իմ գործը, բան, ասի մի հատ խորտամ, կարա չընդունես, բայց իմ փորձից եմ էլի ասում, ասացի ոչ մեկին հետաքրքիր չի քո սերը, քո պասիան, քո գործի հանդեպ։ Որտեղ է իրենց շահը։ Դու ցույց ես տվել իրենց շահը, ցույց չես տվել։ Չեն գտել իրենց անձնական շահը, իրենց վաճառիր, իրենց իսկ product-ը։ Դու դա չես անում, ուզում ես ժամերով pitch արա քո product-ը, թե ինչ կարևոր է այդ հասարակության համար, որ սա ինչ որ բաներ է փոփոխելու մարդկանց հետաքրքիր չի, եւ դա նորմալ է։ Ինքը չհասկացավ։ Հա, բայց դա ինքը ես շատ վստահ եմ, որ մոտ ապագայում հասկանալու է դա։ Ես էլ հիշում եմ, որ իմ ավելի հետ գնանք, ավելի հին մի հատ product, որը որ կոչվում էր երկու քույր ենք, այդ իմ առաջին հեռուստատեսային պրոդյուսերական դեբյուտն էր։ Իսկ ռեժիսորը չէ, ես պրոդյուսերն էի, էլի իմ անձնական միջոցներով, գումարներով սարքեցի եւ դա ուրեմն առաջին product-ն էր, որ
նա ինքը sitcom էր, կոմեդիայի ժանրի product էր, որ 24 մաս չէր այլևս, կամ 48 մաս չէր։ Ինքը 12 մաս էր, հայկական առաջին 12 մասանի product-ն ա եղել, կրկին առաջին անգամ, որտեղ որ ես գնում եի ու երկար բացատրում էի, որ գիտեք ինչ լավ է, վերջապես մենք կտրվում ենք, երկար բաներ էի խոսում, ոսկե ասենք այդ, չգիտեմ, այդ սոկի սպոնսորը կամ ինչ է իր product-ը, չէր հասկանում ես ինչ եմ խոսում։ Իր համար ինչ որ տղա է եկել է, իր product-ն է գովում անverջ։ Ինչքան շատ էպիզոդ լինի, այնքան լավ է լինելու իր համար, ինքն էլ մտածում է ինչքան Ինքը լավ կլինի։ նույնիսկ սպասում էր, ուզում էր ասել տղա ջան, ի՞նչ է պետք։ Ինչ ես իմ համար անում, բայց ես այդպես էլ չէի հասնում այդ կետին, որ ես ձեր product-ին կանեմ sense, դες էսա չէ պետք, sense կլինի։ Հետո sense կլինի, սա արժի այսքան։ Կարակ փողը հետո տակ։ Օրինակ, այդ sales որ լիներ։ Ես խոսում եմ ինձնից, իմ երազանքներից, իմ ճանապարհից էի խոսում, բայց դրանց հետաքրքիր չէր։ Մոտը վերադարձանք հարցին, էլի ձեր որ դժվարությունը բաժանումն է այդ երկու կետերը, երբ որ երկու շահերը համընկն են։ Իսկ երբ որ համ տեսնի իր շահը, որակապես այդ տարբերվող product-ի մեջ համել, կիսի իմ հետ այդ պատկերացումը adekvat մատուցելու իր իսկ product-ը։ Հետաքրքիր է։ Դա հիմա տես դու անում ես, իդեպ անցնենք դու էլի, ինչ շատ անհարմար է, երբ որ ես անդադ դու ասում եմ։ Մենք իր հետ ծանոթ ենք էլի, ստեղից դուրս։ Որ դիսոնանս չառաջանա։ Բան պիտի Պաշտոնական ենք։ Դու անում ես, տենում են, որ հաջողվում ես, տեսնում են, որ քո պրոյեկտները դիտվում են, տարածվում են, սիրելի սահմին էին նայում են բանով, դիտումներով, դե вообще-то չափում են վերջին էպիզոդով, որովհետև առաջի էպիզոդը միշտ շատ է դիտվում, հետո տենց գնալով վերջին էպիզոդում մնում են ամենա սոկը, էլի, սերուցքը։ Ու նայեցի համարյա 1 միլիոն դիտում էր, 900,000 էր թե 800 քանի հազար էր։ Ու այդ սերիալը, եթե չեմ սխալվում, 2 տարի թե մի տարի է ընդամենը որ դուրս է եկել։ Երևի 2։ Ահա։ Ու այդ պրոյեկտից ու այդ տեսակ պրոյեկտներից հետո, երբ որ ցենց շուկայում հայտնվում է ինչ-որ նոր ստանդարտ, էլի ցենց կողքին դրա տեսնում ենք զուգահեռ դուրս եկող ֆիլմեր, որոնք էլի շարունակում են այդ հին մոդելով։ Այսինքն երևի քոպես շատ ռեժիսորներ պետք է սկսեն նման կերպ վերաբերվել պրոյեկտներին, որ այդ կուլտուրան քիչ-քիչ գնա դեպի վեկտորը փոխի դեպի այն բանի ուղղությամբ, որ մենք էլ սկսենք Netflix-ի նման անել ինտեգրացիաները կամ, չգիտեմ, ամերիկյան մակարդակի ֆիլմերի, էլի։ Նախ ես չեմ ուզում այն որ սր ասում են վերմակը քաշեմ ին վրա, մենակ ցանկացած հաջողություն ես միշտ գրանցում եմ թմի նոր հետո իմ որտեվ առանց թիմ է շատ տեղերում սա փորձում ասել առանց թիմ մնում է երազանք մեկա ինչքան ուզում ես տաղանդավոր է էլի դա թմային աշխատանքի արդյունքում դա տենց եղավ իսկ որ ասում ես շարունակում են այդպիսի հաջողություններից հետո բա ինչ անեն դա այսք նորմալ է վերանային ասում ամեն մեկը չի ծնվել հերոս եւ ամեն մեկին չի բախտ վիճակվել փոփոխությունների եւ շատ մարդիկ չեն ուզում հրացանակիր լինեն իրանք ուզում են դիտորդ լինեն դա օքեյ է լիքը մարդուն բախտավիճակվում այդ կախաղանի հենց այդ մարդը լինի մեկին այդ կախաղանի այդ բանը քաշողը բայց հիմնական մասանով ամենաշատը նայողները չէ քննադատողները քննարկողները ինչը էլի ես շատ նորմալ եմ վերաբերվում օրինակ նես չի որ ես չեմ նկատում շուկայում այդպիսի փորձանողների ու նաև ինքս իմ մեջ ուրախանում եմ որ ես նույնիսկ խանդ չի մոտս առաջանում ես հակառակը sense ինչ-որ ոգևորություն ալնում որ տեսնում եմ որ որոշակի հնարավորություն կա նույնիսկ առողջ կոնկուրենցիայի ինչ որ միտեղ դա լա կստացի մեր մոտ շատ պակասում ու իդեպ մեր մոտ շատ է պակասում ընդհանրապես ուրիշ ժանրը մեր մոտ բոլոր ֆիլմերը նու բացառություն եթե անենք 1-2 ֆիլմ ասենք օրինակ ոնց էր կոչվում ու իդեպ վերջերս հեռացրեցին բոլոր հարթակներից բոլոր պլաշատկաներից ջնջեցին այդ ֆիլմը կյանք ու կռիվը հա կյանք ու կռիվը հա բոլոր պլաշատկաներից ջնջեցին հանրային դաշտում խոսում էին քաղաքական ինչ-որ բաներով որ արցախյան հերոսամարտի մասին է բայց այդ տեսակ ֆիլմեր, որոնք որ ինչ-որ պատմություններ են, որոնք ընդհանրապես ծիծաղի ու ինչ-որ բանը ավելի թեթև ներկայացնելու մասին չեն, այլ հենց այդ ծանրությունն են փոխում։ Երկրաշարժը, որը Սարիկը նկարեց Անդրեասյան, շատ քիչ են։ Մեր
կինոարտադրության մեջ երևի 10%, 20% կազմեն հիմնականում կոմեդիայի նկար, որտեղ կոմեդիայով նախ հեշտ է լսարան գրավել է ինձ թվում։ Քո կարծիքով, երբ որ չկա շուկայում այսքան ժանրերի ֆիլմեր, օրինակ ինչի են բոլորը հենց կրկնում նույն անցյալի սցենարը ու չեն մտածում ինչ որ նոր ֆիլմ, օրինակ մենք մտածում ենք որ հետաքրքիր կլիներ հայ բանի գաղտնի գործակալի մասին ֆիլմ, լուրջ ֆիլմ, որը օրինակ, չգիտեմ, դասական սցենարով փորձում է դուրս գալ համակարգից, համակարգը իրան չի թողնում, հետո ընկնում են իր հետևից, ոնց որ Ջեյսոն Բորնի բանով էլի դասական պատմությունը։ Հետաքրքիր կլիներ, չէ՞։ Շատ։ Դες օրինակ կոմոդքով անցելա վերցրել ես այն հայտնի պատմությունները, որոնց վրա մենք մեծացել ենք, ու այդ պատմությունները վերածում ես ֆիլմի։ Ու դա հետաքրքիր է, ու ես վերջերս գնացի Զոնտիկը նայելու ու ինչքան է անցել Զոնտիկի պրեմիերայից, մինչև հիմա 2 ամիս, մինչև հիմա ֆուլ էր, զալը ամբողջությամբ նստած էին, ազատ տեղեր համարյա չկար։ Շատ հաճելի է լսել։ Էլի պիտի նույն ցավոք սրտի նույն բանին վերադառնանք, նոր որ բարձրանում ենք, ձեր պատին նկար էր դրած No Risk No Story։ Ոչ ամենին, ոչ բոլորին է պետք դա, կարծում եմ, էլի։ Դու այդ կոմֆորտ զոնայից դուրս չգալը, անել մի բան, որ հաստատ 100% կաշխատի միտքը, շատ գրավիչ է։ Կոմերցիոն տեսանկյունից։ Կոմերցիոն տեսանկյունից եւ թեկուզ անձնական տեսանկյունից եւ մասնագիտական տեսանկյունից հայտնի ասացված կա, չէ, եթե հիվանդը չի ուզում փրկվել, բժշկությունը անզոր է, դա ավելի հասարակ մարդկային շփման մեջ էլ է շատ անգամ երևում, չէ, լիքը մարդիկ կան, որ իրանք ընդհանրապես ուզում են բողոքել։ Ուզում է ասի, որ շատ վատ է, որ դու փորձում ես առարկել ու ասել, դե տես այս հնարավորությունը ունես, կարաս սենց անես, կարաս ես դնես բանկ, փողը վերցնես, սենց անես բան, իրան դա ընդհանրապես դուր չի գալիս։ Ասեմ ավելին դու վատամարդ ես դառնում, որովհետև դու իրան չես լսում, ասեմ ավելին չես խղճում, չես հասկանում իրան, ընդհանրապես գնաս տեղից։ Հասկանում ես։ Կոմեդիա է, լրիվ կոմեդիա։ Դա Ռոբին Էթկինսոնն է ասել, շատ լավ ասել ամերիկյանքը, ուրեմն կոմեդիա է, օբշի պլանով, ինչքան մեծ օբշի պլան ես վերցում, դա կոմեդիա, ուզում ես դրաման ես, մոտեցիր, կրուպնիացիր, դառնում է դրամա, հիմա նույն բանն է, էլի։ Եթե այս պատկերը շատ հեռվից նայենք, այնքան պարզ է ամեն ինչ, ես նույնիսկ մեկ-մեկ ասում եմ, կարող իմ համար շատ պարզ է ամեն ինչը, թվում է, ասա բոլորը տեսնելու են ինչ պարզ է, սկսեն ինպես անեն կամ մերպես անեն, բայց այդպես որ այդքանը չի երևում, ինչքան պարզ է, էլի։ Հա, արդեն 2 տարուց ավել, 3 տարուց ավել, այս շատ ակներև է դարել, ակնհայտ sense երևում է, որ դուք sense ինչ-որ տարբերվող պրոյեկտներ եք իրար հետևից անում, ու ինձ թվում է շուկան արդեն վաղուց նկատել է, ուղղակի հələ որ դեռ գործողություններ չեմ տենում։ Ու կստացի ասեմ, շատ մեծ ներդրում ունի այս ամեն ինչի մեջ լսարանը։ Քանի լսարանը նայում է տենց ֆիլմեր ու հանդուրժում է տենց ֆիլմեր նկարվում են, որովհետև դրանք փող են բերում, որովհետև լսարանը գումար է տալիս գնում է նայելու։ Երբ որ սկսում է այլընտրանք հայտնվել, դե մեր հայկական կինոնա գնանք նայենք sense չէ, էլի արդեն որ իրոք պիտի ընտրես, ունես 3 տարբերակ, այդ ոճով նկարված եւ մեր արդեն հնացած ոճով, դու սկսում ես ընտրել այդ նորը, որովհետև տեսնում ես, որտեվ քո ճաշակն էլ է պահանջը, արդեն գնացինք Եվրոպա եկանք, մեր ռեստորանային ոլորտը սկսեց փոխվել, սկսեցինք սպասարկումը լավացնել, սկսեցինք այս լավացնելը, պահանջատեր են դարձել մարդիկ, որոնք նստում են պատվեր անելու։ Նույնը դառնում է կինոյի մեջ, արդեն աուդիտորիան սկսում է պահանջել, որտեվ նայում է Netflix, նայում է չգիտեմ Apple film ոնց է կոչվում Apple-ի այդ բանը, Amazon եւ այլն։ TV+։ Բայց հա, ճիշտ ես ասում, բայց միևնույն ժամանակ այն մարդը, որ նայում է այդ Hulu, Amazon Prime, Netflix եւ այլն, միանշանակ կարող են փաստել դժվար երեկոյան միացնի ինչ որ հայկական TV, բաց չթողնելու համար, սերիա 347-ը, ինչ որ հասկացանք, չէ՞ իրար։ Դժվար էլի։ Իմ արև մի անգամ չգիտեմ ոնց ու շատ պատահական իմ կյանքում դա մենակ կարող պատահական լիներ, ուրեմն մի անգամ Քերուստանը հերոստատուսով միացրածա ATV-ով մի հատ սերիալ, որը տևում է 40-ից 50 րոպե։ Ես չգիտեմ ինչ էի անում ու 40 րոպե 50 րոպե նայում էի։ Իսկ ուրեմն մի հատ գործողություն է տեղի ունենում, երկու հոգի մտնում են սերիալ, ինչ որ հարց են փորձում բարձել։ Հետո մի հատ էպիզոդիկ ուրիշ հատված են ցույց տալիս, որտեղ ինչ որ զուգահեռ ուրիշ բան է տեղում, ու նորից վերադառնում են այդ տեղին,
ու ես սս նայում եմ, հասկանում եմ, որ 40 րոպե ընդամենը տեղի ունեցավ մի դիալոգ ու մի հատ էպիզոդիկ ինչ որ բան ցույց տվեցին, որը ես չհասկացա, մնացածը այդ ամբողջ 40 րոպեն մի դիալոգ, զերո գործողություն, զերո action, զերո ինչ-որ սցենարային բաներ, ոնց են դրան ասում, twist-եր, հա։ Ոչինչ չկա, ուղղակի ամբողջ սցենարը կառուցված է դիալոգի շուրջ, բնականաբար այնտեղ մի քիչ էմոցիաներ, բաներ ու վсё, ու էտա, այդ մարդիկ միացնում, սպառում են, դա շատ էժան է, դա նայվում է, որովհետև դրա նայողը հանդուրժում է դա, բայց այդ նույն նայողը երեկոյան չի կարող միացնել Netflix-ի Severance նայի կամ ուրիշ մի բան։ Անհնար է։ Դու գիտես որն է ամենաշատ վաճառված մեքենան Ռուսաստանում։ Ըստ քեզ։ Niva։ Ոչ։ Lada Vesta։ Հա։ Իսկ այն ինտերվյուն տեսել ես Lada-ի գլխավոր գործադիր տնօրենն է, երբ որ ասում են Можем, а зачем? Зачем։ Ինչի համար իրանք ավելորդ ներվայնանան այդ հարցերի շուրջ։ Եթե փաստացիորեն գցում են YouTube այդ էպիզոդը, առավոտ երեկոյան գցեցին, հա, առավոտյան ինքը արդեն 400,000 եւ ավել դիտում ունի։ Դա նվիրված ասեմ ավելին այսպեսի ամուր բան ունեցող, հա dedication ունեցող, հա դիսցիպլինա ունեցող, լոյալ լսարանա, որ հարցնես սերա 27-ում ինչ է, ինքը քեզ կասի, որովհետև իր համար շատ པարզ է, հասկանալի է, դա շատ կարևոր է։ Կոմերցիոն աջակցության օրենքներից եմ մի քիչ կիսվում։ Նախ հասկանալի է իր համար։ Երկրորդ ինքը տեսնում է լուծումները, այսինքն ոչ միայն իր համար պիտի լինի հասկանալի, այլ նաև ինքը կարող է կարողանա դատի։ Հանելուկ քիչ կան դա։ Քիչ կան, ինքը դատում է այդ աղջկան, որ գիշերը դուրս եկավ այդ ժամին եւ այլն, եւ երրորդ այնտեղ շատ են հուքերը, այսինքն այդ երկար սերիալների մեջ, հա հուք են էլի, այսինքն որ ինքը արդեն այդ Սապերի Ժիվանյան իր մոտ արտնացել է այս կամ այն պերսոնաժից, այնտեղ դե պերսոնաժները շատ են, ըստ կանոնի, չէ, շատ պերսոնաժներ են, որ նավսյակի ամեն ինչից հանկարծ տունա թողնի, այո, ու այդպես, այսինքն դա հայտնի մոդել է։ Ինչի ես Vesta-ի օրինակը բերեցի, եթե ամբողջ նույն այդ երկրում բոլորը քշին Range Rover, դա կլներ խնդրեմ, շատ ավելի մեծ, քան որ քշում են Lada Vesta։ Դրա համար այդ Lada Vesta-ի ֆոնին Range Rover-ները, չգիտեմ, Rolls-Royce-ները եւ այլն եւ Mercedes-ները առանձնանում են եւ ըստ այդմ վարորդները, ովքեր որ կարողանում են իրենց թույլ տալ նման մեքենա, եւս առանձնանում են, եւս լավ են զգում։ Այն հետաքրքիր ուսումնասիրություն էին արել, իմ ծանոթները այստեղ մի էպիզոդներից մեկի ժամանակ էլի պատմել եմ դրա մասին, որ հայկական սերիալների մեծ մասը ուսումնասիրելով հասկացել էին, որ տղամարդկանց մեծ մասը դա չմոյի կերպար է, էմոցիաները չկառավարող, սեփական անձի վրա շատ անվստահ, խանդոտ ու աննորմալ կերպար։ Ու այն օրը մտքովս անցավ, ասում եմ, մի վարքյան, բայց կանանց պերսոնաժներն էլ են ինչ-որ բանով ընդհանրություններով։ Կանանց պերսոնաժներն էլ գլխավորապես այդ աղջիկներ են, որոնք սենց շատ համեստ ոչ մի խոսք չի կարողանում ասի ու իրան միշտ սիրառվում է մի հատ ինչ-որ նարցիս, որը ուզում է ծիրան, որը ուզում է տիրանա հասնի ու այդ արանքում կա ինչ-որ մի հատ իստիրիչկա, որը ուզում է խանգարի, այսինքն լրիվ ստանդարտացված է product-ը նայում ես մի հատ խեղճ աղջիկ է, որը կինոյի ամենասիրուն աղջիկն է, ամենագլխավոր կերպարն է ու իդեպ ռուսական ֆիլմերում էլ կա այդ բան, Երադիս Красиво եւ այլն այդ բաների հիմնական լինիան էլի իրար շատ նման է։ Դա շատ լավ որ ընդհանրություն ես անցկացնում ռուսական բաների հետ, որովհետև ճիշտ է, եթե մտածել ես, որ արդյոք այնտեղից է գալիս։ Հա։ Աշխարհում օրինակ հսկայական դրվաստներ գոյություն ունեն իմ անձնական եւ համեստ իհարկե բանով research-ներով, որ ամեն տարի, նույնիսկ ամեն դե իրանց մոտ բաներ կան, quarter-ներով են, quarter 1, quarter 2 ու ամեն quarter-ը տարվա 4 quarter կա։ Ամեն quarter-ը ունի իր, այսպես ասած, լեգիտիմ ռոպագանդայի մշակումները եւ կոնկրետ խնդիր են դնում արտադրողների, պրոդյուսերների, գնվող եւ վաճառվող ապրանքների համար։ Օրինակ, չես նկատել արդյոք որ տենդենս կա այս վերջերս երկու աղջիկների միջև սիրո հարաբերությունների մասին սերիալների ու ինչ որ շատ արագ հետ գնացին տղաների, իսկն փոխվեց դերերը։ Հետո ընդհանրապես 3-4 տարի առաջ ինչ որ անverջ սևամորթ հերոսների ֆիլմ չէ, առայսօր կնչնայած սևամորթ հերոսների, երբ որ հերոսը սևամորթ է եւ չար տղան, այսպես ասած, անտագոնիստը սպիտակամորթ է, այսինքն անընդհատ դրվում են սիստեմաներ, որոնք որ հստակ հատուկ մշակման արդյունքում հասկանում են ինչ պիտի ռոպագանդվի։
Քաղաքականությունը մտնում է արվեստ։ Միանշանակ այդ world settings ասվածը օգտագործում է նայում տեսնում աշխարհում ամենաշատ entertainment-ի թելադրագործիքները ովքեր են եկեք դու սենց էսպես բոլորը գոհ են դերասանները վարձատրվեցին պրոդյուսերները աշխատեցին եւ այլն հետո նոր արդեն այդ ներքևի շերտերում իսկ մենք որպես այսպես ասած երրորդ սպառող երկիր մենք արդեն մեզ հասնում է այն ամենաստորին շերտերը որը որ տրամաբանում եմ Ռուսաստանի սերիալների միջին եւ ավելի ցածր որակական սերիալներից եկած բաներն ենք մենք տեսնում արդեն մեր մոդելները այո ընդհանրապես կապ չունեն աշխարհի հետ ինչա տեղի ունենում ինչի է տեղի ունենում դա ինչի պետք է տեղի ունենար եւ այլն էլի Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաև կաջակցեք այս ոդկասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Այդ սերիալը, որ այդ 40 րոպեի մասին որ պատմում էի, ու ես ես նայում եմ ու մտածում եմ, լավ ինչքան պիտի մարդը վատ վիճակում լինի, ինչ կյանքով է ինքը ապրում, որ այս նայելուց ինքը իրան հարց չի տալիս, ինչ եմ ես նայում։ Ის ինչ է։ Ու ոնց որ բաբլների մեջ ենք ապրում ամեն մեկս, ինչ որ մի բանի մեջ մեզ փակում ենք, մտածում ենք ամբողջ աշխարհը նայում է, բան, չգիտեմ, Severance-ն է նայում, չգիտեմ, Breaking Bad-ն է նայում, ու Euphoria-ն, հա, ու մնացած այդ բանը, բայց իրականում բարձվում է, որ շատ մեր շրջապատում շատ լրիվ ուրիշ իրականության մեջ ենք։ Զգացել ես, որ ռիլերը նույնն են բերում, նույնիսկ ասենք քո community-ի մեջ չես զգացել, մի բան ես ցույց տալի, տեսել եմ, ուղարկում ես, տեսել եմ, կամ այն լայքերը, որ տեսնում ես, մարդ չկա էլ ուղարկելու։ Կամ եթե լավ բաներ ես նայում, չես էլ կարող ուղարկես ոչ մեկին։ Լուրջ ես save եմ անում, ես այնպես մտ հետաքրքիր մի բան գա ալիքի վրա, ու ինձ անընդհատ բերում են ինչ-որ շատ ուժեղ մոնտաժի վիդեոներ, կարճ, ասենք 17 վայրկյանանոց շատ հետաքրքիր վիդեոներ էր բերում, որ ֆանտաստիկ, այդպես բաներ կան, բլոգերներ կար, որոնք նայում են ինչ-որ շատ գերֆանտաստիկ մոնտաժներ ու մեկնաբանում են, հա, երևի դու էլ ես նայում այդ բանի Porsche-ի մեքենայի գովազդներ, բան, ինչ-որ սս գնում է, պտտվում է, մտնում է այդ իր հետևի ֆարով քաղաքի է վերածվում, բան սս նայում ես շոկի ես վերածվում, ասում ես ինչ են արել էլի մարդիկ, ու ինձ սկսել էր տենց վիդեոներ, ինչ թերթում է ետ էր բերում։ Ու ես հասկանում եմ, ոչ մեկի չեմ կարող ուղարկեմ, որովհետև իմ բախտը բերել է ուղակի ինձ ալգորիթմը հասկացա վերջապես ինչն է դուր գալիս, բայց այդ ոչինչ կփչանա մի քանի օրից։ Փչացա։ Միանալի ստացի։ Փչացա։ Հա։ Օրինակ ես շատ ուրախացա այս վերջերս մեր շատ լավ ընկեր Հովոն դոպինգի մուլտիկ չէ, Հա, փոքր մհերը։ Հա, փոքր մհերը։ Ես ինձ ուրախացա այդ երևույթից, օրինակ անկեղծ։ Հիմա կատարողական բան դա սուբյեկտիվ իհարկե կտորն է եւ այսպես ասած հակառակ կողմն է մեդալի։ Ինովատորսկի պրոկտ են արել իրականում։ Հա, դա շքեղ է ուղղակի, դա որպես քայլ։ Հետո այդտեղի նաեւ երկրորդ կողմ կա, երբ որ խոսում ենք իրետ, ասի ամառն ես անում, ամառը չեն բանում, ասած հենց այդտեղ է, որ ես որոշեցի, որ քանի ոչ մեկ չի անում, դա ամառը երեխեքը բան, ասած բան գտա էլի, այդ որ խոսում ենք, որ այդ պատը քանդելու որոշակի մոտեցում ինչ շատ դուր եկավ ու ցանկանում եմ, որ շատ լինեն էլի նման դեպքերը, որովհետև հայկական արտադրության մուլտֆիլմ, այո, դա ինչ լավ բառերի բարի շարք է։ Առաջին AI մուլտֆիլմը։ Հա, AI-ը մի քիչ այդ կտոր ուզում հանեմ։ Քիչ, բայց այդ մնացած բառերը դուրս գալիս է։ Առաջինն է, շատ խիստ դատել էլ չի կարելի։ Միան ընդհանրապես դատել չի կարելի էլի, տիպը մենք մեռանք մուլտիկներ ստեղծելով, իրացը դատում ենք։ Չէ՞, մենք հայերով սիրում ենք, չէ՞։ Հա։ Ամեն ինչի մասին կարծիք ունենալ։
Իդեպ այդ նրանից է գալիս, որ հենց մեզ այդպիսին է մեդիան դարձնում երևի, որովհետև այդ ֆիլմերն էլ որ նայում ենք այնտեղ դատում են։ Ես քո ֆիլմը նայելուց, Զոնտիկը նայելուց, գիտես ինչից ամենաշատը զարմացա։ Շատերը ասում են այդ կադրերը բանի եւ այլն, իդեպ այդ օբշի կադրերի, օբշի պլանների բացակայությունը եւ այլն, այդ սաղ նկատում են ամենը, ինչքան էլ որ բոլորին թվում որ ակնհայտ չի, բայց ես նկատեցի մի հատ շատ խորը բան, որը հիմնականում չի չկա մեր ֆիլմերում, այդ երկրորդ սյուժետնի գիծն է, որը զուգահեռ է գնում առաջինին, որտեղ դու ցույց ես տալիս այդ մարդու ապրումները։ Ես օրինակ հիմա հիշեցի, արդեն փշակաղվեցի այս բան, որ ես այդ մարդու հոգեբանության մեջ եմ մտնում, հասկանում եմ ու կարեկցում եմ իրան, ինչի է ինքը իրան անհաջողված համարում, մանկուց իրան համոզեն եւ կյանքը ապրել անենց մեծացել է, ոչ մի բանի չի հասել ու հիմա ստիպված գնում է այդ քայլին ու այդ երկրորդ գիծը բացատրող խորացնող քեզ ֆիլմի մեջ գրեթե բացակայում է ու ասենք այդ սաղ անում են դրսում արևմուտքում մենք տեսնում ենք ասում ենք օքեյ թույն է 5 աստղ բայց մենք կնկարենք էլի մեր բանը չգիտեմ գողությունը ինչ որ բան անում ինչ որ մի բան է կորում ինչ որ մեկը գնում է գողանում է ինչ որ մի բան ու տենց ընթացքում խնդալով կամեդիանելով իրար շուտկե կանելով ու տենց Կստացի որ սերիալներն ես դու թոփում քո դնում Սերիալ հա թոփ 3 սերիալներ որ շատ ես հավանում Ես մի քիչ դժվար եմ նայում սերիալ եթե անկեղծ երկար նստած մնաս անշարժ ու Դե ես օրինակ ամիսներով եմ նայում սերիալը մի սերիալ կա որը որ շատ արագ եմ նայել ու դել չկա այդ Dark-ներ Ձման Չգիտեմ դու տեսել ես թե չէ Առաջին սերիալս պիլոտներն եմ նայում ոգեշնչում հասկանում ընկալում այդ ինչի է ոնց է եւ Breaking Bad-ն է մենակ եղել որ իմ եղբայրը դավոն համոզեց ասես նայի հաստատ կլանվեցի նայեցի երկու օրում նայեցի բայց դա միակ դեպքն է եղել հակառակ դեպքում ես մի քիչ դժվարանում եմ հենց իմ բանից ելնելով էլի գրաֆիկից ու ոնց որ զբաղվածությունը մենակ զբաղվածություն չէ իմ կյանքի մոդելը մի քիչ ուրիշ է մի քիչ անկանոն հա կարող է ռանդոմ գիշերը թե ինքս ինձ առիթոր չեմ կարող գնամ գնամ ստուդիա սկսեմ էլի ինչ որ տենց ոգևորվեմ բան դրանից ավելի շատ էներգիա եմ ստանում քան միջև առավոտ 5-ը սերիալ նայեմ ջարդված արթնանամ այդ մի քիչ իմը չի ես պրոդուկտիվությանն էլ նաև sense բան եմ անցած ամեն ինչում պրոդուկտիվություն եմ փնտրում հա հետաքրքիր է հա դրա համար իսկ այդ Զոնտիկի վերաբերյալ այդ օբշի պլանները այդ շատ լավ նկատում են եւ այլն բայց գիտեք ոնց ես ֆիլմ չենք նկարել սովետի մասին որտեղ պետք է ցույց տայինք պարտադիր էր ցույց տայինք կոլորիտը չգիտեմ այս նույն կոմենտում լսող ինքը շատ դեպրեսիվ էր նաեւ բան մենք ցույց ենք տվել եւ հենց սցենարական խմբի հետ էլ ունենք բանորացություն ցույց տալու հենց ճիշտ ես նկատել այդ էմոցիոնալ ֆոնը մի մարդու կամ մի մարդկանց ովքեր որ գնում են այդ քայլին իսկն սուբյեկտիվ իրանց տեսանկյունից ենք մենք այդ պատմությունը տեսնում դե քավլիցի եթե մենք նկարեինք ինչպես էր կյանքը Երևանում 70-ին հա դե պետք է օպշին ցույց տաս դե իրան փողոցը մի հատ տեսնես խանութի ներսը տեսնես ես ինչը տեսնես Գուցեև նկարենք այդպիսի ֆիլմ, չեմ բացառում, բայց սա կոնկրետ պատմություն էր հենց այդ համարձակության մասին։ Նիկոլայ Կալաչյանին երբ որ բռնել են, ինքը ասել է ինձ այդ բանկի դեմը կախաղան հանեք մի կրակեք, ասեց ինձ թակուն ինչ-որ պատի տակ։ Ինձ բանկի դեմը կախաղան արեք, որ ժողովուրդը տեսնեն, որ հնարավոր է, որ ես դա արել եմ, որ ասենց տիպի իհարկե ինքը ռոմանտիզացնում էր եւ փրկություններ մանգալից ինչ-որ մի տեղ այդ ամեն ինչի մեջ, բայց նույն բանից ենք խոսում մարդը ապացուցելու միտում ուներ գուցե Ֆելիքսը փրկվելու միտում ուներ իր ընտանիքի բայց ինքը տես իր մեկ այլ հերոսություն հա եւ մենք դրա մասին ենք ֆիլմ նկարել էլի ոչ թե ինչ որ շատ հետաքրքիր հա ժամանակաշրջան չէինք փորձում բացահայտենք էլի իմ կարծիքով լիքը ֆիլմեր կան որ կարելի է բացահայտել այդ ժամանակաշրջանը իմ կինոյից 10 անգամ լավ եւ 10 անգամ շատ բյուջեով Իսկ ո՞նց որոշեցիք հենց Զոնտիկը նկարել։ Դա երազանք էր, չեմ կարող, շատ վաղուց էիք որոշել։ Շատ վաղուց, հա, երազանք, դա երազանք, հենց այդ բառը։ Ես այդ դուր չկա, որ գնացած չլինի, ծեծած չլինի եւ խնդրած չլինեի, որ ինձ օգնեին, եւ դա նկարեի, բոլորին դուր էր գալիս այդ միտքը, մինչեւ սկսում ենք խոսալ փողից։ Ոնց էլ օլի նմա կյանքում։ Դե շատ բան են, չէ՞։
Այդ առումով կոնսերվատիվ են, հենց մի քիչ համարձակ բան ես առաջարկում, բոլորը միանգամից ծափ են տալիս ու ուրախ են, ասում են դե գնա փորձի, մենք կնայենք ոնց է ստացվում։ Հենց պիտի այդ ամենի մեջ ինչ-որ ռիսկի մեջ բաժին ունենան, արդեն շատերը հետ են քաշում։ Հետո ես շատ եմ ուզում, նաև այդ կա։ Նաև այդ կա, այսինքն նոր խոսում ենք, չէ, նայած սպոնսոր, նայած բան, իմ բաները շատ բարձր են, սպասելիքները, որտեղ ես նաև այդքան համել ներդրում եմ անում product-ի մեջ, էլի, իսկապես ոչ գրպանում եմ, ոչ ինչ որ, հա, դա իմ բանն է իմ։ Երևում որ խնայած չի։ Չէ, միանշանակ, ավելի կարող էի, ավելի կդնեի, միանշանակ։ Իսկ այս բանը ինչ երազանք ունես։ Հաջորդ ֆիլմը։ Իսկ այդ կարաս շակերտները բացես հաջորդ երազանքիդ ֆիլմը որն է։ Այո, կարող եմ։ Դե իհարկե միջև այդ երազանքին հասնելը դեռ երկու փոքրիկներ կան, ովքեր որ պիտի ծնվեն։ Ինչին էլ ես շատ լավ եմ նայում։ Օրինակ, միջև Զոնցիկին դե ովքեր են շատ ընդհանրապես խորհուրդ տվողները խորհուրդ են տալիս դեռ սա մի ժամանակ ֆիլմ սարքի, սա գեղարվեստական պիտի լինի, դուխի է սերիալ նկարում ընդհանրապես, ու սիրելի սամից հետո եղավ շախմատիստը, եղավ Անուբիսը, շուտով Անային ռոստանգերությունով նաև այդ մաման դուրս կգա, այսինքն սերիալների հերթականություն եղավ մինչև Զոնձիկը եւ դա նորմալ է։ Դու մի անգամից չես գնում, չէ՞, շտանգեն բարձրացնում, մինչև այդ պարապում ես, առավոտները շուտ ես զարթնում եւ այլն եւ այլն։ Դրա համար մինչև հաջորդ երազանքը, ինչը շատ ավելի հսկայական մասշտաբային ֆիլմ է, քան Զոնձիկը։ Ես պիտի մի քիչ էլ պարավեմ։ Դրա համար երկու երեխաներ դիզайн։ Իսկ ինչի մասին է լինելու, այդ երկու երեխաների մասին էլ հեսա կխոսենք, իրանք էլ են կարևոր, բայց հենց երազանքդ, որ ինչի մասին է։ Մի թեթև ճակերտ բացի ու շատ կարող ենք տենց չմանրամասնել, որ մի քիչ ինտրիգ թողնենք, էլի։ Ու եթե ուզում ես, կարող ես ասել, չէ, չեմ ուզում, ասա, պիտի գաղտնիք մնա, պիտի փակ մնա այդ ինֆոն, պրոստը իմացեք, որ բոմբ բան է սպասվում, սենց նույնիսկ սենց կարող։ Չէ, ես սիրում ռիսկային բաներ, արի բացենք ճակերտները, ինչու ոչ։ Ուրեմն նախ ես փոքրուց, սենց բան ինտրոյով գամ, էլի, որտես մի անգամից չասեմ, սենց փուլանա։ Ինտրոյով գանք, ես փոքր ժամանակվանից այդ հերոս Սուպերմեն, Սպայդերմեն, Բեթմեն եւ այլն, այսինքն մի հոգի, ով որ բան է, էլի, հերոսանում է ֆիլմում, ու ինքը ամենաուժեղ տղեն է, ու իրան բոլորը սիրում են, միշտ իրել եմ տես պատմություններ։ Ու ասած քեզ, մերս հայկական ֆիլմերում նույնիսկ երբ որ հերոս ենք տեսնում, ինքը ինչ որ սխալական, չէ, ինչ որ տենց, չգիտեմ, կամ բան է, մաշեննիկ է, կամ ինչ որ մի բան է, կամ մի ձև ապրծ այդ պատմությունից կամ սենց բան, կամ պարզում է, բան, մենք հերոս չենք ունեցել։ Ու պահելով այդ ավանդույթը, որ ես ուզում եմ պատմություններ, որոնք որ կարծես թե իսկապես այդպես եղել են, ես ուրեմն կար մի պատմություն, որ Զոնցիկի հետ առընթեր, այսպես ես միշտ լսել եմ իր մասին, դա ուրեմն Շավարժ Կարապետյանի լողորթի 17 կրատնի չեմպիոն մեր սովետական Հայաստանի բիոգրաֆիայի ֆիլմի մասին է խոսքը գնում։ Որ դու գիտես իր մասին։ Չէ, եթերից առաջ որ մենք տենց թեթև անցանք այդ թեմայի վրա, որտեղ ես անգամ չմտածեցի էլ, որ հա այդ ֆիլմն է, էլի, բայց ես զարմանալի եմ, բայց այդ պատմությունը ինձ ծանոթ չի։ Այո։ Ուրեմն շատերին ծանոթ չի լինի, ինչ որ կարճ կարող ես մեզ պատմել, պատկերացնել։ Ուրեմն այդ մարդը իր կյանքի ընթացքում 4 անգամ հայտնվել է այնպես տեղերում, որ ցանկացած ուրիշ մեկը ուղղակի կամ կփախչեր այդ տեղից, կամ չէր խառնվի, կամ չգիտեմ, ու դաժե իմ համար դաժե բան է, հետաքրքիր է ոնց է ստացվում, որ մի հոգի այդքան կարա, ինքը ուրեմն ասացի չէ որ 16 անգամ չեմպիոն է դարել, բանի подводное плавание։ Հա, ստորգետնյա, ստորզջրյա, ստորգետնյա։ Դες ես ռիսկին չգնաց, ես ասի ռուսերեն ասեմ, հա։ Ուրեմն մի անգամ, երբ որ ինքը իր մարզիչի եւ եղբոր հետ Երևանյան լճի տարածքում առավոտյան վազքի է, իր աչքի դեմը մի քանի տասնյակ մարդկանցով լի տրոլեյբուսը գնում է Երևանյան լճի մեջ։ Ահա, ոնց որ արդեն ծանոթ է։ Այդ մարդը, այսինքն դա աշնանն է եղել ունեցել դեպքը, ջուրը սուպեր կեղտոտ, սառը, բխտոր, իսկ այդ մարդիկ աչքի դեմը բոլորի խորտակվում են։ Այդ մարդը ուրեմն սուզվում է
իր ձեռքերով, ոտքերով կոտրում է այդ ապակիները ու սկսում է հատիկ այդ մարդկանց դուրս բերել։ Ինքը պատրաստվում էր իր կրկին հաջորդ օլիմպիական ոնց որ խաղերին, այդ դեպքի պատճառով ինքը կոմայի մեջ հայտնվում։ Ավարտվում է իր կարիերան, բոլորին թվում է թե ավարտվում է։ Բայց ինքը մի քանի ամիս տանջանքներից հետո վերապատրաստումներից հետո ոտքի է կանգնում ու մի անգամ էլ է չեմպիոն դառնում։ Մի անգամ էլ Այո։ Էլ չեմ ասում որ դրանից առաջ ինքը մասնակից է եղել մեր ուրեմն Կարեն Դեմիրճյանի համալիրի բանի այդ պաժարեր ընկել ամբողջներս։ Ինքը էլի միակ մարդկանցից հալնում, որը շլանգը վերցնում, ասում է հետեւից առաջ եկեք, մտնում այդ մարդկանց հետ հավասար, մտնում մի խոսքով, մի ֆանտաստիկ անձնավորություն, իմ համար իսկապես չեմպիոն մարդ, ես պատիվ ունեմ իր ճանաչելու իր եւ իր աղջկան, երբ որ խոսում էինք իրենց հետ, բանալվում էինք արդեն ֆիլմի էկրանիզացման մասին, մեր կարծիքները համընկնեցին հենց այնտեղ, որտեղ որ մենք հասկացանք, որ սա ֆիլմ է ոչ թե ուղղակի իր մասին, այլ ֆիլմ է, որ այսպեսի մարդիկ գոյություն ունեն, եւ հաստատ այսօր էլ իրանք կան այդպիսի մարդիկ, ովքեր որ այդպես անznազող կերպով ուրիշի կյանքը փրկելու համար կշեռքի վրա են դնում իրենց սեփական տարիների ամբողջ կյանքի կարիերան։ Ես մենք նոր խոսում ենք, որ մարդիկ նույնիսկ վախում են թեթև փոչով ռիսկի գնան, որ հանկարծ պատկերացնում ես։ Ինչ-որ բան չկորցնեն, բայց մարդը իր ամբողջ կյանքի շաքաղվեցի, որ ես պատմությունը պատմեմ։ Հիմա սա դե ոնց չանվանեմ երազանք, Դավիթ ջան։ Սա երազանք է ու պատիվ, որ ես նախ այդ մարդիկ վստահել են, որ ես կարամ այդ ֆիլմը նկարեմ։ Ու հետո ես պարտավորված եմ, այսինքն այդ ֆիլմ նկարել, այսինքն ես էմոցիոնալ մարդ ապրում է այնքան ժամանակ, ինչքան որ ունի գաղափարախոհ ցել ունի, չէ՞։ նպատակ։ Ես նորից նպատակ ունեմ, որտեվ Զոնցիկի պրեմիերայից չես պատկերացնի ինչ դատարկ էի։ Հասկանում եմ քեզ։ Սենց այն Օպենհայմերի մեջ է, որ սենց կանգնած է բոլորը ծափահարում են, իսկ իր մեջ ինքը իր շնչառությունն է լսում, իր սրտխփոսն է լսում, այդպես սենց բոլորը նշում են, շնորհավորում էին, գոռում, գոչում, սենց Ես չէի հասկանում, տիպը Что дальше։ Հա, վաղը որ արտանամ, ես ինչ եմ անելու։ Հիմա զարթնեմ, ինչ եմ անելու։ Ես 2 տարի չարչարվում եմ այդ մտքով էլի Զոնցիկի։ Հիմա վերջապես ես ունեմ նոր միտք։ Շատ հետաքրքիր։ Որպես սփոյլ արեցի իմ ամբողջ նոր ֆիլմի։ Այո։ Եթե ուզեք կարող։ Իսկ մինչև այդ իհարկե 2 հրաշալի ֆիլմեր գոյություն ունեն, նախ դե արդեն հանրությանը հայտնի Ռազմիկ Ամյանի պոստերը, որը որ Արդեն դարձել է մեր թեթև ձեռքով։ Եվ իմ շատ լավ ընկեր, տաղանդաշատ բազում բեսթսելերների հեղինակ, գրքերի հեղինակ Ռուբեն Եսայանի ֆիլմի երկրորդ մասի էկրանավորման աշխատանքների շուրջ հիմա բանակցություններ են տեղի ունենում, այսինքն թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա երկրորդը դուրս գալու, որը որ պիտի էկրանավորի ըստ երևույթի, այո, Բարի մեդիան, այո։ Այդտեղ էլ ես sense հպարտության զգացողություն ունեմ, որովհետև Ռուբենն էլ ինքը երազող տղա է։ Իրան մեկը չի բերել այդ գիրքը նվիրե, իրան ոչ մեկ չի հանե այդ բեմի վրա, ոչ մեկ չի խոստացել ու իր գրքերը վաճառվելու են, ոչ մեկ։ Հետո ես որ նաև իմացա, որ ինքն էլ մեքենան է վաճառել, տունն է դրել, բան դա մենակ խոսում մի բանի մասին, ինքը երազող է։ Մենակ երազող մարդիկ են էլ ռիսկի գնում, իսկ երազանքների համար, չէ՞ որ տես տեխնիկական գաղափարախոսությունների համար ռիսկերի չեն գնում։ Խոստացված նագրադաների համար չես գնա։ Կսպասես մինչև բերեն տենց որ երազանք է, այդտեղից քո սիրտը սենց արագ է խփում, դու հաստատ կգնաս այդ ռիսկին, կասես կապ չունի, ինչ էլ լինի, ես ուզում եմ գնամ, ստանամ դա։ Ռուբենին հալալ է իրոք իրան ֆիլմի համար էլ գրքի համար էլ տարբեր տեղերից եւ այլն քննադատում են, բայց ես երբ իմ ներկայությամբ այդպես բան են ինչ որ ասում, միշտ ասում եմ ժողովուրդ իրա չափ 10% իրա չափ աշխատասիրություն ունենանք մեզից յուրաքանչյուրը, մենք լրիվ ուրիշ պետություն կունենանք, լրիվ ուրիշ ազգ կլինենք, լրիվ ուրիշ մարդ կլինենք, որովհետեւ ընդհանրապես այդ տեխնիկական բաները շրջանցելով մարդիկ պիտի տեսնեն վերջապես ու գնահատեն, որ գործ անող մարդիկ հաջողում են ու դա լավ է,
Այո։ Պետք է մենք ուրախանանք, որ այն մարդիկ, որոնք չարչարվում են, իրանց մոտ ստացվում է, որովհետև մեր մոտ միշտ սովորական ա եղել, որ դու ինչ-որ մի բանով հաջողելու համար կամ քեզ պիտի տանող, առաջ տանող լինի կամ պիտի տենց Դա ինչ-որ մեկի սովետական բարեկամը։ ինձ թվում է արմատներ Կա ունի։ տենց արմատներ։ Սովետական արմատներ ունի, ժամանակն է որ update լինենք, էլի։ Այսպես մի հատ նոր software update էս նստացնենք, install անենք ու էլ չվերադառնանք այդ հին այդ դա մերը չի։ Այդ մտածելակերպը մերը չի։ Այդ չինովնիկյան այդ մտածելակերպը, որ իրան որտեղից է Հեռու էլ չեն գնա մենք կամ դրանից, չգիտեմ ինչը։ Շատ հեռու չեն գնա դրանով։ Իհարկե, իհարկե։ Այն ժամանակ բան չէին ասում, բոլորի մոտ հավասարությունը լավ էր, չէ, շատ վատ էր։ Իմ կարծիքն է, շատ վատ էր, որովհետև երբ որ սկսեցինք դուրս գանք, այսինքն որպես ազգ այդ բանից ու սկսեցին բնականաբար, չէ, մեկի մոտ մի քիչ լավ կլինի, շատ կլինի, մեկի մոտ քիչ կլինի, այդտեղ սկսեց ինչ որ, այսպես ասած, բաներ, էլի, սեյսմիկ ինչ որ տատանումներ, բայց ինչի համար։ Ինքը շատ է աշխատել ուրեմն, նա մի քիչ քիչ է աշխատել ուրեմն, հիմա նույն բանն է։ Չի կարելի համաձայն եմ, չի կարելի աշխատող մարդուն Դե կյանքն էլ իրականում այտենց անարդար չի, շատ ժամանակ մարդիկ էլ կան, ինձ թվում է դու էլ շատ օրինակներ գիտես, որ շատ են աշխատում, շատ են փորձում, բայց տենց էլ մոտները չի ստացվում ու շատ ափսոս են տենց մարդիկ, որ իրենց մասին չեն լսում, բայց պետքա ուրախանալ այն մարդկանցով, որոնց մոտ ստացվում է, որովհետև հենց այդ տեսակ մարդկանցով մենք կարանք վերջապես մրցունակ երկիր դառնանք։ Ցանկացած բնագավառում կլինի կինո, արվեստ, սպորտ, ցանկացած բնագավառում այդպիսի մարդկանց շնորհիվ ենք, հենց թեկուզ իրանք դառնում են օրինակ եկող սերունդի համար, որը կարող է ոգեշնչվի Ռուբենի պատմությունով, միանշանակ, մի բան անի, իհարկե։ քո պատմությունով ու նոր Իհարկե։ ռեժիսորներ դառնան։ Homodeus podcast-ը ամբողջովին նկարահանվում եւ արտադրվում է Spin Ideas Agency-ում։ Այստեղ կարող եք ոչ միայն նկարահանել ձեր podcast-ները, այլ նաեւ կարող եք ձեռք բերել ծառայություններ ձեր ընկերության մարքեթինգի, բրենդինգի եւ այլ ուղղություններով։ Ծառայություններից օգտվելու համար գոյություն ունի ստանդարտ արժեք եւ հատուկ արժեք, որը տրամադրվում է Homodeus պրոմոկոդը նշելով։ Եթե որոշել եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Հետաքրքիր մի հատ բան ասացիր, որից մի քիչ անցանք, բայց կուզեի հետ գայինք այդ թեմային, որ ասացիր, երբ որ Զոնտիկը դուրս եկավ, մոտդ դատարկության զգացում էր։ Երբ որ 2022-ի վերջում իմ գիրքը հրատարակվեց, իսկ ես այդ գրքի վրա 2 տարի ժամանակ էի դրել ու 2 տարի գիշերները չէի քնում, բառես ամենաբուն իմաստով, որտեղ ցերեկները անհնար է գիրք գրել, ցերեկները տանը աղմուկ եւ այլն, այն ժամանակ ծնողներիս հետ էի ապրում, գիշերը սպասում էի 12-ին բոլորը պարկում էին քնելուց, մինչեւ գիշերը 5-ը գրում էի ու այդ շրջանում իմ համար ահավոր մեջս էներգիա կար ու ես ոգևորված էի մինչև նախորդ օրը շնորհանդեսին մոտ շնորհանդեսին 1000-ից ավել մարդ եկավ մասնակցեց այդ օրը հիշում եմ որ մի հատ լրիվ պատահական մարդ մտնում էր Elite Plaza-ում ա եղել մտել էր coffee house-ից կոֆե վերցնելու ասում եմ մտա տեսա այսքան մարդ ու գրքի շնորհանդես հետաքրքիր է ինչ ա լմնամ տեսնեմ ասում որտեվ գրքի շնորհանդեսին չէի տեսել այդքան մարդ ու դրա հաջորդ օրերը իմ համար ամենավատ օրերից մեկն էին, որովհետև ասես դատարկություն էր, ոնց որ ինչ-որ մի հատ մեծ քար հանած լինես ամենակարևոր բարձունքին հասցրած լինես, այսինքն հիպոսի փորձությունն է, էլի որ հասար վերջ։ Ու հետո հաջորդ գիրքը բոլորը ասում են հաջորդ գիրքը, բայց հաջորդ գրքի ոչ իդեան կա, ոչ բանը, ինչ պիտի անես։ Այս վերջերս նոր մոտս սկսում է բան լինել, արդեն հետ գալ այդ ամենը, ես 2 տարի տարա այդ ամեն ինչը։ Այդ հաջողությունից է գալիս, պիտի կրակը անվար մնա։ Ստեղծագործող մարդու էլի մանավանդ պետքա կարծում եմ միշտ շարժի մեջ դեպի առաջ։ Հա։ Ու իդեպ շատ մարդիկ մտածում են որ վատ բանը ամենամեծ դժբախտությունը էդի անհաջողություններն է որ անհաջող է կոմոդ մի ոչ մի չի ստացվում բայց ես հակառակն եմ կարծում որ հաջողությունը ավելի մեծ փորձանք կարա բերի որովհետև դու կարող դրա տակից չկարողանաս դուրս գաս մարդիկ մնում են դրա տակ 100% շատերը մի անգամ ինչ-որ մի բան են անում ու ամբողջ կյանքում չեն կարող դրա տակից դուրս գան ոնց որ ռուսներն են սիրում ասել не могут переплюнуть себя էլի տենց մի հիթանոց շատ երգիչներ կան մի ֆիլմանոց ռեժիսորներ կան որոնք չեն կարողացել դրանից հետո տակից դուրս գան դե աստված իմ կարծիքով այդպես ստուգում է էլի այդ շատ ճիշտ բան ես ասում դու ավելացնելու բան չունեմ դա քրքիր է այդ հաջողությունը handle պիտի անես էլ հայերեն ոնց է այդ տիպ բան անես էլի տակից դուրս գաս լավ նորմալ ասեցիր էլի այդ
Ուրեմն իր համար չէր այդ։ Պրոստը բոլորին թվում է, որ երբ որ դու հասնում ես, օրինակ Գոշն է, լավ կինո է նկարել, Սոնտիկն է, ֆուլ զալեր է եւ իրան վերջ, ինքը տենց երջանիկ է, վայելում, ամեն ինչ լավ է, տենց Մալդիվներում ափին պար։ Դու ուրիշ մարդ ես արդեն։ Որովհետեւ երբ որ դու գնում ես այդ ճանապարհին, դու փոխվում ես, դու հասան ինչ որ կետի, դու էլ ուրիշ մարդ ես, դու չես կարա այն Գոշը լինես, որը մինչև Զոնտիկն էր։ Դու չես կարա այն Գոշի պես վայելես ուղակի այդ բարիկները, парքի, ու վերջ, ու ոչ մի բան էլ չանես։ Այո, դա այդպես է։ Ոնց ես փորձում այդ ամենը հաղթարես։ Եթե չի գալիս իդեաներ, ոնց ես կարողանում այդ ամենը հաղթարես։ Դե Հասկացել ես, որ պահից է, որ քո մոտ գալիս է այդ կիրքը։ Նախ շատ մենակ մարդ եմ։ Ես կցենք անոնց։ Վերջ ես կանեմ։ Ես մենակ մարդ եմ։ Ես մենակ մարդ ու բրծավ։ Դա իմ կարծիքով բացի ցուցակի մեջ է մտնում գների, որոնք որ վճարվում է ու ինչքան մեծ հետքը իմ կարծիքով, հիմա չեմ ուզում ռոմանտիզացնեմ էլի, բայց մտե տենց է ստացվել։ Դե բայց վատ բան չկա դրա մեջ, դա անգամ ռոմանտիկան է։ Հա, գիտես ոնց է տենց խմբային Դրա համար ես դու կարևորում այդքան քո թիմը։ Շատ եմ կարևորում, հա, իհարկե։ Մարդկա ասենք մի քիչ էս մարդու հետ, մի քիչ էս community-ի մեջ, ես ոչ մի community-ի մեջ նախ չեմ ինտեգրվել, չի ստացվել իմ մոտ։ Ինտեգրվեմ այս community-ի մեջ։ Միշտ outlaw-ը եմ եղել։ Այդ ժամանակ կա ծանր type-ով վաղ։ Հետո հասկացա, որ դա օքեյ է, ուրեմն բան է ասում Աստված քեզ, որ դու սարի գնամ գտի քո տեղը, քո սենյակը, որ ես առաջին անգամ ունեցա իմ առաջին space-ը, իմ սենյակ ասվածը աշխատելու եւ արարելու, ես տուն չէի գնում օրերով։ Ես ուզում եի այդ կոմպի մոտ քնեի, ես ուզում եի դիվանին քնեի, ես ուզում եի տենց ոնց ես ունեմ իմ սեփական բանը, հետո ես հասկացա, որ դա բերեց մենակության։ Մինչև այդ ընկերներից կանչեին մյուսին, բայց այդ մարդիկ գալիս էին ժամանցի թողում գնում, իրանք չգիտեն այդ սենյակը ինչի համար է, այդ մտքերը ինչի համար են, այդ տանջանքները ինչի համար ես քաշում եւ այլն էլի։ Երբ որ չի լինում միտք, դա չէ հարցը, որ չի լինում միտք, լիքը արվեստի մեջ գտնվող մարդիկ կփաստեն, որ շատ դժվար է տրվում մեզ ոչ մի բան չանել։ Ես այդ միտքը հենց նոր էի մտածում, ասում եմ հետաքրքիր է ինչ կասես։ Հա, ու շատ կարևոր է որպեսզի այդ փուլերում երբ որ քեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում ոչ մի բան չանալ, ինքնա սաբոտաժով չզբաղվես, ինքնա կործանման, ինչ որ բացասական մտքերին չտրվես, իսկ ստատիստիկա կա մարդկանց օրվա 70% մտքերը բացասական են, ապրեք այդ մտքերի դիմա դուք մենք պետք է անընդհատ բան անենք էլի կառավարենք մենք մեր մտքերը, իսկ արվեստի մեջ մանավանդ շատ դժվար է, էլի, այդ մուսա ասվածը բան, դա մի քիչ իհարկե հնացած, մի քիչ հնացած, բայց պետքա կառավարել ոգեշնչման աղբյուրները եւ դեպի ուր են տանում այդ ոգեշնչումները։ Հիմա ոնց որ ու համել այդ ամեն ինչի հետ, փորձել լինել մնալ adekvat, որովհետեւ ես չեմ ուզում ինձ կորցնեմ։ Ինքը մեծերին ենք, չէ՞, նայում հոլիվուդյան բան են, որ գիտենք ինքը հրաշալի ուժեղ մեծ բան է, բայց ուղղակի գիտես։ Բայց կյանքում ոչ մեկ հետը չի կարող։ Ես չեմ ուզում տենսը դառնամ։ Ես ուզում եմ իմ նույն այդ ընկերներից հետ, որ 10 տարի առաջ են իմ ընկերները, նույն տղեն լնեմ իրանց համար, մորս համար նույն իր զավակը լնեմ, աղբորս համար նույն իր աղբեր, չեմ ուզում ոչ մի պահ հանկարծ իմ որոշակի ինչ որ հաջողություն, ես դա բան անեմ, որպես դոգմա ընդունեմ, որ ես գժվել եմ կամ ինձ ոնց ուզում եմ պահում եմ։ Հակառակը դա գեղա իմ կարծիքով էլի։ Սենց ասեմ, ես հիմա ավելի խելոք եմ պահում, քան կպահեի 20 թվականին։ Բայց հետաքրքիր է, որ դրա մեջ իրականում հակադրություն կա, Շարլ Ազնավուրի ֆիլմը երևի նայել ես։ Հա, նայել եմ։ Զողողությունների է գնում իր հաջողությունների համար։ Ես էլ կգնամ։ Ես կգնամ, բայց չեմ վերագրի իմ հաջողությունները, որ ես ինձ պիտի վատ վերաբերվեմ կամ իմ ընկերները ինչ որ բան ինձ պարտական կամ իմ մայրը կամ ասենք չգիտեմ իմ կողքի աղջիկները կամ ով ուզում է լինի։ Դա տարբեր բաներ են, բայց զողության կգնամ նույն վարքյանին։ Հանճարեղ կոմպոզիտորը ասում է այն չի ով լավը ստեղծագործում, հանճարեղ կոմպոզիտորը նա է ով չի կարող չստեղծագործել։ Այդ իմ հյուրերից մեկն ասեց, սիմֆոնիկի տնօրենը Սարգիս, ու ես համաձայն եմ այդ մտքի հետ ու դու էլ լրիվ 10-ից 10 խփեցիր մի անգամից, որ ասեցիր, որովհետև չգիտեմ, չեմ կարա չանեմ։
որտեվ չանել այդ քո համար ինչ որ абսուրդի աստիճան հասնող բան է։ Դրա համար հա, պետքա շատ բանել է պետք է փորձել սովորել, կառավարել եւ պետքա սովորել անընդհատ։ Դա խաչա, որ դու տանում ես քո այդ հաջողությունների համար, վճարում ես դրանով, որովհետեւ քո առողջությունից ես տալիս, քո հաճույքներից ես տալիս, որոնք որ շատերը կարող են իրենց այդ ճոխությունը թույլ տալ, բայց դու չես կարող։ Շատերը կարող են օրինակ գիշերը չքնելու դեպքում նստեն ինչ-որ մի հատ ֆիլմ նայեն, բայց դու գնում ես ստուդիա ու ստուդիայում շարունակում ես։ Հա, ես կդեպրեսվի, մի բան կլինի հետս, էլի։ Ինձ էլ շատ հեշտ է sense բան անել, էլի, այդ էմոցիոնալ բան բալանսից դուրս ընկնելը։ Դրա համար շատ բաներ ես պիտի կարողանամ անել լավ, որ դրա արդյունքում իմ ստեղծած product-ը գոնե լինի նորմալ։ Պատկերացրի, այսինքն պիտի ես ձգտում եմ մի անվերջության, որպեսզի գոնե 100 խփեմ։ Ոչ թե ձգտում եմ 100, որ 100 խփեմ։ Որ ձգտեմ 105 էլ չի հասնի, էլի։ Շատ լավ միտք է իրականում։ Յուրաքանչյուր ոդքասթ որակյալ ու երկարատև լինելու համար կարիք ունի ֆինանսավորման, քանի որ այն ինչ դուք տեսնում եք էկրանից այն կողմ, կատարվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ Homodeus-ին աջակցելու համար կարող եք անցնել նշված QR կոդով եւ դառնալ մեր ոդքասթի աջակիցը ու ստանալ մի շարք առավելություններ։ Մասնավորապես հնարավորություն եք ստանում դիտել օգտակար ու հետաքրքիր կոնտենտ, որը տեղ չի գտնում YouTube-ում եւ որոնք մենք տեղադրում ենք հատուկ մեր Patreon-ի բաժանորդների համար։ Եվ իհարկե այլ առավելություններ նույնպես, օրինակ հաջորդ հյուրին ընտրել կամ ունենալ հանդիպում մեր ոդքասթի հյուրերի հետ առանձին ավելի անմիջական մթնոլորտում։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք արդեն աջակցում են մեզ։ Ռազմիկ Ամյանի ֆիլմն է, որը նկարել ես այդ քո որոշումն է եղել։ Չէ, դա իմ որոշումը չի եղել ու դա ավելի շատ միտք է եղել իմ մեջ, որը որ փաստորեն դիեզերքով բանով, չգիտեմ, լսվեց հասավ տեղ։ Ես ուրեմն Al Pacino-ն մի շատ հրաշալի ֆիլմ ունի, ուրեմն այնտեղ ինքը խաղում է մի տարեց աստղի, սուպեր աստղ էլի, ով որ խնդիրն ունի իր որդու հետ։ Այդ ֆիլմը ես նայեցի դեռ 15 տարեկան էի։ Ու ինձ շատ դուր եկավ, որտեղ որ ֆիլմում տեսնում ենք սուպեր աստղի, ով որ շատ սխալական է։ Ասեմ ավելի սխալական է, քան նույնիսկ իր կողքի մնացած մարդիկ։ Ու մի փոքրիկ sense սա էլ ուզում ասեմ երազանքների բանի մեջ մտնում է շրջանակներում, հա, միան, թե չէ ես կհրաժարվեի միանշանակ։ Ուրեմն այս ֆիլմում ամենաշատը ինչը որ դուրս եկավ, դա մենք ոնց որ դու ակնկալում էիր, որ պիտի տեսնես այդ մեգա սուպեր աստղին, դու տեսնում ես ճիշտ հակառակը։ Այսինքն տեսնոր խոսում է գինը, որը որ վճարում ես։ Հիմա երբեք ես վստահ եմ մարդիկ չեն խոսում աստղերի մասին այն տեսանկյունից, որը որ իրենք կուզեին։ Հիմա այստեղ կարևորը հենց ինքը չի։ Ուրիշներն էլ նայեն հասկանալու են հաստատ, իրանց գտնելու են դրա մեջ։ Ու այդ մոթոն որ տակը գրված է, որ գիտեին բոլորը նրա ձայնը եւ լռությունը, գուցե ինքը դաժե մի քիչ ինչ որ դաժե կրինժոտ է, որ տես բան լիրիկական նոտ է, լավ սենս ինչ որ բան, բայց ուրիշ ձև չկար բացատրելու, որ այս մարդուն դուք չեք ճանաչում։ Հա։ Դուք ճանաչում եք այդ բանը, face-ը։ Պիտոմ միայն բեմի վրա։ Գոնե ինքը մտնում է նոր ինչ որ բան է, չէ՞, պատմում։ Հերքերն։ Մարդիկ չգիտեն ինչ է լինում կուլիսներում, ինչի է լինում։ Հետո այդ արժակ դատելը դա իմ անձնական մղումներից էլ է, էլի, որ ես էլ ինձ դուր չի գալիս այդ որ տենց արագ ասում եմ դու իր կոշիկների մեջ չես եղել խես դատում, բայց ֆիլմով ես ռազի ֆիլմով շատ ու շատ բաներ ունեմ ասելու։ Այսինքն ես չեմ նկարելու ֆիլմ թե ինքը ինչքան լավն է։ Բեմի վրա արդեն գիտեն ինչքան լավն է, բեմի վրա էլ տեսել եմ 1 միլիարդ անգամ, շատ լավ է երգում եւ այլն եւ այլն։ Ես նկարելու եմ ուրեմն դրամա ու դրաման են գնի մասին է, որ ինքը վճարել է այդ տեղում լինելու համար, որ մարդիկ հաստատ չգիտեն։ Ու հավատացեք, շատ ինտրիգային ֆիլմ է լինելու։ Արդեն ահագին բաներ բացեցիր, որովհետև հա մենք սովորենք, որ հատկապես մեր հայկական շոու բիզնեսում բոլորին տենց տեսնել, ես շատերի հետ ծանոթ եմ, շփվում եմ ու հավատացնում եմ իրենցից շատերը կյանքում ավելի հետաքրքիր մարդիկ են, քան բեմում։ Միանշանակ։
ու իրենց մասին շատ բան չգիտեն, իրենք ենթագիտակցորեն այդ ամեն ինչը չեն ուզում ցույց տան կամ գուցե չգիտեմ մարդիկ շատ ժամանակ պատրաստ չեն, բայց ֆիլմը այդ լավագույն ձևն է, լավագույն գործիքն է, լեզուն է, որով կարելի է պատմել դրա մասին։ Համաձայն եմ։ Երբ սպասենք այդ ֆիլմին։ Կա արդեն ինչ-որ դատաներ մոտավոր։ Դե մենք սկսել ենք արդեն աշխատանքները, սցենարական աշխատանքները։ Այս տարի արտադրությունն է, Այսինքն այս տարի չսպասենք։ Չէ։ Հետո դե մի որոշ ժամանակ գոնե պաուզա է պետք, չէ։ Հետո մենք այս աշտանը ունենք հրաշալի պրեմիերաներ հայկական մեր գոլեգաները բազմականակ պրիտոմ ու սա էլ նոր հետարքիր տենդենս է լիքը, չէ, շատ հայկական ֆիլմեր են դուրս գալիս։ Սրան ակտիվանալ է։ Հա, շատ լավ է, դե, շատ ուրախ եմ ես ու աշտանը շատ հետաքրքիր մեկ ասած, ասած աշտանը խփոցիալ է։ Ու դա այդպես է, ոլորտի մարդիկ գիտեն ինչ նկատի ունեմ էլի ես հիմա, դրա համար աշտանը թողենք, մենք այս տարի խելոք կարտադրենք, մեր հանգիստ առանց շտապելու, դա չեմ սիրում էլի, արագ ինչ-որ բան։ Ու շատ հուսամ, որ եկող տարի լույս կտեսնի, ես ինքս շատ եմ սպասում այս ֆիլմին, լավ սենց ասեմ, այդ ամեն ինչը տեսնելը մանրամասնություններով ու մոտիկից ու հասկանալ բոլորի խիերը, խիա այդտենց եղել, ինձ թվում է բոլորին հետաքրքիր կլինի էլի տեսնել ինչ է վճարում էլի արտիստը բեմի հետևում այդ ամեն ինչի համար։ Շատ հետաքրքիր է։ Մեմերը տեսել ես։ Հա։ Այս ուրախ նոտայի վրա էլ ոնց որ մի քիչ դրամայի մեջ մտանք ու վերադարձանք մեմերին, որ ինտերնետում տարածում են։ Շատ շնորհակալ եմ Գոշյան քեզ զրույցի համար։ Մեզ էս պետք էր, это было глоток свежего воздуха։ Շատ մերսի, շատ շնորհակալ եմ։ Գնացինք, գնանք մի հատ սրճենք։ Շատ լավ է։ Քեր։ Շատ լավ է։ Ռազմիկ Ամյանը հաստատ կնայի այս ոդքասթը։